Հերթագրվել են երկու պատգամավորներ, խնդրեմ Էդուարդ Շարմազանով, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, սիրելի պատգամավորներ, շատ սիրելի հայրենակիցներ։ Ես այսօր կխախտեմ պարլամենտում ձևավորված ավանդույթը եւ կխոսեմ ոչ միայն իմ կուսակցության թեկնածուների, այլ նաեւ բոլոր 9 թեկնածուների վերաբերյալ իմ կարծիքը կարտահայտեմ, բնականաբար իմ կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ, բայց ինչքան հնարավոր է ես կփորձեմ այն մոտ դարձնել իրականությանը։ Կխոսեմ առաջինը հարգարժան իմ ընդդիմադիր գործընկերների մասին, Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ներկայացված թեկնածուներից։ Առաջինը պարոն Վարդան Բոստանջան, ես պատիվ եմ ունեցել ձեզ հետ միասին 5 տարի աշխատել պարլամենտում եւ այդ 5 տարիները եղել են բավականին արդյունավետ։ Կարծում եմ ձեզ հետ աշխատած յուրաքանչյուր պատգամավոր կարող է ասել, որ դուք բարձր պրոֆեսիոնալ եք, շատ ավելի բարձր մարդ եք, պարոն Բոստանջան, եւ ձեզ այդ շփումը ուսանելի է եղել, կարծում եմ ոչ միայն ինձ համար, այլ շատ մարդկանց համար։ Դուք ունեք այն մարդկային որակները, որ ձեր գլխավորած հանձնաժողովում կարող է լինել պարլամենտական մշակույթին հարիր, կոռեկտ, բայց նաեւ բազմազան կարծիքների բախում, քաղաքական դեբատներ, եւ դուք ունեք ամենակարևորը, որը միգուցե նաեւ առաջնային է դասախոսի համար, լսելու ունակություն։ Ես կարծում եմ, որ ձեր թեկնածությունը գրեթե բոլորի համար ընդունելի է, եթե ոչ բոլորի, ում համար ընդունելի չի, կարծում եմ զուտ քաղաքական միգուցե պատճառներով։ Ես կոչ եմ անում իմ գործընկերներին ձայն տալ ձեզ, Վարդան Բաբկենի, եւ վերջում մի բան ասեմ, այն 5 տարին, որ դուք չկայիք այս խորհրդարանում, ձեր տեղը շատ էր երևում։ Ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես կոչ եմ անում, որպեսզի իմ գործընկերները իմ սիրելի պրոֆեսորին ձայն տան։ Երկրորդը Տիկին Զոհրաբյան։ Գաղտնիք չէ, որ մենք ունեցել ենք բազում գաղափարական բախումներ այս դահլիճում, այս դահլիճից դուրս։ Բայց մի բանում չեմ կարող ստել, որ լինելով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, լինելով խմբակցության քարտուղար, դուք արտաքին քաղաքական հարթակներում ամենայն պատասխանատվությամբ պաշտպանել եք Հայաստանի Հանրապետության ՇՀ։ Լինի դա Արցախի հարցում, լինի դա ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, եւ կարող եմ պնդել նաեւ այն պատգամավորները, ովքեր որ ձեզ հետ միասին աշխատել են տարբեր խորհրդարանական հարթակներում, որ դուք Հայաստանի սահմաններից դուրս ձեզ պահել եք որպես պետական մտածողություն ունեցող անձ եւ առաջնորդվել եք ոչ թե կուսակցական կամ կուսակցամոլական վարքագծով, այլ պետական շահի գերակայությամբ։ Ես ձեզ նույնիսկ ցանկանում եմ հաջողություն եւ կարծում եմ, որ արդեն այս նոր ձևավորված խորհրդարանը նոր լիազորություններով ձեր գլխավորությամբ Եվրահայտագրման հարցերի հանձնաժողովը կարող է լուծել այն խնդիրները, որոնք նրան տրված են թե մեր սահմանադրությամբ, թե մեր ազգային ժողով կանոնակարգ օրենքով։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Հարգելի պրոֆեսոր պարոն Վարդան Գրիգորյան, մենք պարլամենտում չենք աշխատել, բայց բացեն փակագծերը մենք գոլեգաներ ենք։ Իմ պաշտպանության ժամանակ պարոն Գրիգորյանը այն պրոֆեսորներից էր, որ պետք է գնահատական տալ իմ գիտական աշխատանքին։ Եվ այսօր էլ գաղտնիք չի, ես 15 տարուց ավել աշխատում եմ համալսարանում եւ ձեր խորհուրդները, ձեր մարդկային որակը, ձեր հեղինակությունը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Գյումրիում եւ Շիրակի մարզում կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ձեր նման պրոֆեսիոնալ մարդիկ գեղեցկացնում են մեր խորհրդարանը։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, եւ որպես մարդ, որը ունի շատ լուրջ անցյալ, եւ մարդ, որը ունի բարձր մարդկային որակներ, եւ մարդ, որը կարող է աշխատել բոլորիս հետ միասին։ Շնորհակալություն եմ ձեզ մաղթում եւ հաջողություն։ Հիմա անցնեմ իմ Հայաստան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։ Առաջինը կխոսեմ թերևս պարլամենտական աշխատանքի ամենահնաբնակներից մեկի մասին։ Իմ ավագ ընկեր, իմ շատ սիրելի Գագիկ Մինասյանի մասին։ Պարոն Մինասյանը, եթե Գալուս Գրիգորիչը ինձ համար
պարլամենտական հանդուրժողականության ու համերաշխության մարմնավորումներից մեկն էր, պարոն Մինասյանը ինձ համար պարկեշտության էտալոններից մեկն է։ Պարոն Մինասյանը, Չերչիլն ասում էր, մենք չենք սիրում, երբ որ մեզ սովորեցնում են, բայց մենք սիրում ենք սովորել։ Մենք երիտասարդներս, երբ որ մեզ ասում են, այսպես պետք է անես, շատ դեպքերում նույնիսկ ենթագիտակցաբար դա մեզ դուր չի գալիս։ Պարոն Մինասյանը չի ասում, այդպես պետք է անես, բայց պարոն Մինասյանի հետ շփվելով դու հասկանում ես, թե որն է ճիշտը, ինչպես պետք է ճիշտ վարվել։ Եվ 20 տարուց ավել աշխատելով Հայոց խորհրդարանում, ես չեմ ճանաչում մի մարդ, որը որ պարոն Մինասյանի թե պրոֆեսիոնալ, թե մարդկային որակների մասին ունենա այլ կարծիք։ Պարոն Մինասյան, ես ձեզնից շատ բան եմ սովորել եւ նաեւ իմ վարքագծում, եթե դեպի դրականը շատ բան փոխվել է կամ գոնե մի փոքր բան փոխվել է, այստեղ դուք ունեք շատ լուրջ ազդեցություն։ Ով որ չգիտի, ասեմ, որ պարոն Մինասյանի արժեքային համակարգն է շատ կարևոր։ Պարոն Մինասյանը դեռևս երիտասարդ տարիներից մեր երջանկայիչատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին եղել է ազգային միացյալ կուսակցության այն քիչ անդամներից մեկը, որոնք դեռևս 60-ականներին երազում էին, ոչ միայն երազում էին, պայքարում էին անկախ Հայաստանի մասին։ Եվ դուք այն երջանիկներից եք, պարոն Մինասյան, որ եւ պայքարել եք, եւ այսօր անկախ Հայոց խորհրդարանի ամենաառանցքային ներկայացուցիչներից մեկն եք։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Հաջորդը իմ լավ ընկեր, ավագ ընկեր Հակոբ Հակոբյան։ Ես իմ պարլամենտական կենսագրությունը սկսել եմ սոցիալական հարցերի հանձնաժողովում պարոն Հակոբյանի գլխավորությամբ։ Պարոն Հակոբյան, դուք սկզբունքային ազնվորություն եք։ Машина времени մի հատ լավ երգ ունի, ասում է՝ «Не надо прогибаться под изменчивый мир»։ Այն մարդը, որ օրը 6 անգամ կարծիք է փոխում, նրա հետ ճամփագնալ չարժե։ Դուք ունեք լսելու ունակություն, բայց նաև ունեք շատ կարևոր ունակություն, չէ, ներքին ազատություն։ Մարդ կարող է լինել իշխանության մեջ, բայց ունենալ անսահման ներքին ազատություն։ Մեր ներքին քննարկումների ժամանակ պարոն Հակոբյանը կարող է ընդհանուրից առանձին իր մասնավոր կարծիքը պնդել։ Դա շատ կարևոր է։ Իսկ մարդկային որակների հետ կապված միայն կարող եմ բարձր խոսքեր ասել, դուք եւս իմ ավագ ընկերն եք, ես համոզված եմ, որ ձեր գլխավորությամբ այս նոր հանձնաժողովը, որ ունի ավելի մեծ լիազորություններ, լուրջ հաջողություններ է գրանցելու, որովհետեւ դուք ցույց եք տվել այս 10 տարիների ընթացքում, որ պատրաստ եք աշխատելու եւ ընդդիմության հետ, եւ դիմության հետ, եւ ամենակարևորը մեր ժողովրդի հետ։ Ձեզ ոչ մի բան չի փոխել։ Հաջորդը գալիս եմ Գոյուն Նահապետյան, պարոն Նահապետյան։ Երբ որ դուք ընտրվեցիք ազգային ժողովի պատգամավոր, շատերը ձեզ չէին ճանաչում այս խորհրդարանում։ Բայց այս 5 տարիների ընթացքում դուք ցույց տվեցիք նաև ձեր այսօրվա ելույթով, որ դուք բարձր պրոֆեսիոնալ եք, ունեք ազգային արժեքային համակարգ եւ կարող եք աշխատել ընդդիմության հետ։ Սա շատ կարեւոր է ընդդիմության հետ աշխատելու կարեւորությունը։ Լինելով հանձնաժողովի ղեկավար, դուք ջատագովն եք եղել կոլեգիալ որոշումների։ Իսկ այն ձեր թեզը, որ պետք է փակ քննարկումները չդարձնենք մեր սիրելի ժողովրդի սեփականությունը, ես 2-0-ով կողմ եմ։ Ես որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ պատրաստ եմ ձեզ աջակցել ամեն ինչում։ Մանավանդ, որ անվտանգության հարցերը ինձ համար եւ կարծեմ յուրաքանչյուրիս համար ամենաառաջնայինն են Հայաստանի Հանրապետության համար։ Դուք ունեք եւ մարդկային այդ որակները եւ ամենակարևորը պրոֆեսիոնալիզմը։ Ձեզ եմ շնորհավորում նախորդ եւ հաջողություն մաղթում։ Հաջորդը իմ վաղեմի ընկեր Արմեն Աշոտյան։ Մենք Աշոտյանի հետ միասին ենք մտել քաղաքականություն, դեռևս Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության ժամանակաշրջանում արդեն 16-րդ տարին է բոլորում։ Այստեղ տարբեր կարծիքներ հնչեցին Աշոտյանի մասնագիտության հետ կապված։ Ես ձեզ մի բան պետք է ասեմ, որ այո, պարոն Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող է դառնալ, բայց ինքը դարձավ շատ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ։ Արտաքին հարաբերությունների ոլորտում կուսակցական արտաքին կապերի ղեկավար լինելը ոչ թե խոչընդոտ է, կներեք, այլ սա կարող է օժանդակել ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, որպեսզի մենք կարողանանք ունենալ ավելի լավ արդյունքներ։ Տիրապետում է 3 լեզուների։ Ավարտել է ոչ միայն բժշկական համալսարան, այլ նաև ՄԳԻՄՈ-ն։ Ավարտել է Մոսկվայի քաղաքագիտական դպրոցը Եվրոպական խորհրդին կից, դեպ այդ միասին ենք ավարտել։ Եվ ամենակարևորը, իր նախարար եղած ժամանակ Հայաստանը 3 տարի
ղեկավարում էր եւ նախագահում էր Բոլոնյան նախարարների գործընթացը։ Սա շատ կարևոր է։ Հարգելի բարեկամներ, ուզում եմ նաեւ ԵԺԿ-ի մասով ասեմ։ ԵԺԿ-ն այսօր եվրոպական տարածաշրջանում ամենաառանցքային եւ ազդեցիկ քաղաքական ուժն է։ Եվ ԵԺԿ-ն եղել է ու կա այն կուսակցությունը, որը թե Արցախի հարցում, թե հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցում ունեցել է ընդգծված հայանպաստ դիրքորոշում։ Եվ այստեղ չտեսնել Հանրապետական կուսակցության արտաքին կապերի պատասխանատու փոխնախագահ Աշոտյանի դրական հետքը, կարծում եմ անշնորհակալ գործ է։ Պարոն Աշոտյան, ձեզ ևս շնորհակալություն եմ մաղթում։ Ուզում եմ պարոն Հրայր Թովմասյանի մասին ասել եւ ավարտել։ Պարոն Թովմասյան, ես խոսեմ Մելիքիչին վերջում եմ ասելու։ Պարոն Թովմասյան, ձեզ ևս հաջողություն եմ մաղթում, իսկ պարոն Հարությունյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու ՀԱՊ խորհրդարանական վեհաժողովում։ Պարոն Հարությունյանը Հայաստանի ներկայացուցիչն է ՀԱՊ խորհրդարանական վեհաժողովում, քաղաքական հանձնաժողովի նախագահը եւ պարոն Հարությունյանի նաեւ ջանքերով մենք կարողացանք չեզոքացնել Պակիստանի մուտքը ՀԱՊ խորհրդարանական վեհաժողով որպես դիտորդ, որպեսզի անարդարություն չլինի, պարոն Թովմասյան, կներեք պարոն Բաբլոյան, ես ձեզ շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար, որ մենք կատարել ենք որպես աշխատակազմի ղեկավար, դուք լայնախոհ անձնավորություն եք, դուք, ինչպես ես եմ ասել, մեր սահմանադրության Թոմաս Ջեֆերսոնն եք, եւ ես ցանկանում եմ, որպեսզի դուք այն դրույթները, որոնք նաեւ ձեր մասնակցությամբ գրվել են մեր սահմանադրությամբ, մենք 5 տարի հետո բոլորս ի կատարացենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բոլորիդ մաղթում եմ Շնորհակալություն, պարոն Շարմազանով, մի կողմից իհարկե դուք ձեր ելույթով ցույց տվեցիք, որ դուք բոլոր падգամավորների եւ ողջ խորհրդարանի նախագահի տեղակալն րեք, մյուս կողմից դուք թույլ տվեցիք խախտում եւ ստիպված եք նախագահելու ժամանակ բոլորին թույլ տալ գոնե ամեն մեկը 5 րոպեով խախտի ժամանակացույցը։